Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Վայելիր Աստծու հետ քո ամենօրյա ընթացքը։ Մենք շարունակում ենք Հարության շաբաթվա մասին մեր ուղերձների շարքը։ Տաճար այցելելու հաջորդ օրը Պետրոսը նկատեց Տեր Հիսուսի անիծած այն թզենին, որի օրինակով Տերը աշակերտներին խրատեց հավատք ունենալու և ներման կարևորության հարցում։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավատ ունեցեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի՝ ել ու ծովն ընկիր, ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է կլինի, արդ ինչ որ ասի՝ կլինի։ Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները ձեզ չի ների» Սիրելի՛ բարեկամ, ավագ երեքշաբթին նաև այն օրն է, որում մենք սովորում ենք խուսափել հոգևոր թակարդներից ու մոլորեցնող ուսուցումներից։ Դպիրները 4 թակարդ էին պատրաստել Տեր Հիսուսի համար, որոնցից առաջինում հարցականի տակ էր դրվում Նրա հեղինակությունը, երկրորդ թակարդը հարցականի տակ էր դնում Տեր Հիսուսի հավատարմությունը, երրորդը փորձում էր ծաղրել Տիրոջ ուսմունքը մահացածների հարության մասին, իսկ չորրորդին Տերը պատասխանեց պնդելով, որ Աստծու մեծագույն պատվիրանը սերն է։ Տեր Հիսուսը աշակերտներին սովորեցնում էր, որպեսզի Իր ուսուցումների և հետագայում խաչի վրա կատարվելիք զոհի շնորհիվ վերականգնի այն մտերմությունը, որն Աստված ուներ Ադամի ու Եվայի հետ Եդեմի պարտեզում։ Նրանք ամեն օր լիարժեք ուրախություն ունեին, որտեղ էլ որ գնալիս լինեին։ Նրանք Աստծու հետ կատարյալ միության մեջ էին և ամեն երեկո վայելում էին Նրա ներկայությունը (տե՛ս Ծննդոց 3:8 խոսքը)։ Գուցե նրանք օրվա վերջում կիսվում էին Աստծու հետ իրենց անցկացրած օրվա մասին ինչպես մտերիմ բարեկամներ, և երբ նրանց այդ մտերիմ հարաբերությունը քանդվեց, Աստված Իր կողմից ամեն բան արեց, որպեսզի վերամիավորվի նրանց հետ, և այսօր էլ անում է դա մեզ համար։ Տեր Հիսուսի զոհաբերության շնորհիվ մենք կրկին կարող ենք գալ Տեր Աստծու ներկայության մեջ։ Մենք կարող ենք անկեղծ և խորը սիրո վրա հիմնված հարաբերություն ունենալ Նրա հետ։ Մենք կարող ենք Աստծու ներկայության մեջ ապրել արդարության, խաղաղության և ուրախության մեջ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու այսօր առաջ չես ընթանում խանդավառությամբ և համարձակությամբ։ Գուցե հոգնած ես և ճնշված։ Շարունակում ես անել առօրյա գործերդ, բայց սիրտդ դրանց մեջ չէ։ Աղոթքներդ սովորական են դարձել, համոզված չես աղոթում, որովհետև կորցրել ես հավատդ։ Ես շատ եմ ուզում քաջալերել քեզ այսօր։ Աստված պատրաստ է զորացնելու քեզ Իր հետ քայլելու համար, որպեսզի բավարարված լինես ու վայելես կյանքիդ ամեն ժամը, յուրաքանչյուր օրը, քանի որ Նա կա։ Աստված ներկա է այս երկրի վրա Իր Սուրբ Հոգու միջոցով։ Ինչպես մի գեղեցիկ օր Տեր Հիսուսն էր աշակերտներին ուսուցանում ու զգուշացնում չարի թակարդներից ու մոլորեցնողների սխալներից, այնպես էլ այսօր Նա հոգացել է, որ Իր Սուրբ Հոգին քո մեջ լինի, Իր Խոսքը լուսավորի քո ճանապարհը և Իր եկեղեցին փոխանցի քեզ բոլոր անհրաժեշտ խրատներն ու հոգատարությունը։ Աստված քեզ հետ է։ Բ Օրինաց 20:4 խոսքում կարդում ենք. «Որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ»։ Աստված կանչում է քեզ մուտք գործելու Իր հանգստի և կատարյալ ուրախության մեջ։ Այսօր Նա հիշեցնում է, որ քեզ արտոնություն է շնորհված ապրելու կյանքիդ բոլոր օրերը Իր ներկայության մեջ։ Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որ դառնաս Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը։ Ավելի մոտեցի՛ր Նրան։ Դարձի՛ր Նրա բարեկամը։ Ինչպես Ադամն ու Եվան էին հաղորդակցվում Աստծու հետ, ինչպես Մովսեսն էր Աստծու հետ խոսում մտերիմ բարեկամի պես, ինչպես աշակերտներն էին մտերիմ Տեր Հիսուսի հետ, այնպես էլ կարող է լինել քո պարագայում։ Վայելի՛ր Նրա ուրախ ու ապահով ընկերակցությունը։ Քեզ համար շատ ավելի հեշտ կլինի Նրա աշակերտը լինելը, եթե Նրա հետ մտերիմ լինես Երկինք տանող քո ճամփորդության բոլոր օրերում։
Հրաշալի օր եմ մաղթում քեզ, որն աղոթում եմ, որ առատ լինի Տեր Հիսուսի քաղցր ներկայությամբ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։